Առաջ անցնելով նշեմ, որ վաղուց մեկնարկել են գրեթե օգոստոս 8-ից անմիջապես հետո եւ հիմա էլ շատ ինտենսիվ ընթացքի մեջ են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ուրեմն շփումները, բանակցությունները, այս թրիփ ուղու կենսագործման համար անհրաժեշտ ընկերության հիմնադրման տեխնիկական մանրամասների ուղղությամբ եւ արդեն հետո գետնի վրա տազանազան տեխնիկական լուծումների հարց կառաջանա, բայց նորից ու նորից հարգելի գործընկերներ, ինչպիսին էլ որ լինեն այդ տեխնիկական լուծումները, ինչպիսին էլ որ լինեն գետնի վրա, չգիտեմ, պայմանները, ամբողջը լինելու է համաձայնեցված եւ ստորագրված սկզբունքների ներքո Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակներում։ Իհարկե մենք եւ խոսում ենք խաղաղության ինստիտուցիոնալացումից եւ խոսում ենք բարիդրացիական հարաբերությունների հաստատումից, պետք է նշենք նաեւ, որ կան այնուամենայնիվ հարցեր, որոնք այս պայդրությամբ լուծված չեն կամ դժվարությամբ են լուծվում կամ չգիտեմ գնահատվում են որպես առավել դժվար լուծելի եւ այստեղ մենք անպայմանորեն պետք է նշենք ուրեմն Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ազատ արձակման հարցը, մյուս հումանիտար հարցերի կողքին, ինչպես օրինակ անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը եւ այլն, կան բազմաթիվ այլ հարցեր եւ եթե ինձ հարցնեք իմ մասնավոր դիտարկումը, իմ մասնավոր դիրքորոշումը այս մասին, այնուամենայնիվ մեծ խոչընդոտ է, որը դեռ բարդությունը հետք է նաև կոնֆլիկտի բնական օբյեկտիվ հետք է եւ որի հարթման ուղղությամբ դեռ ջանքեր պետք է գործադրվեն, դա անշուշտ երկու հասարակություններում միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումներն են, դա կրկին օբյեկտիվորեն հաշվի առնելով նաև թշնամանքի եւ ուրեմն արյան պատմությունը, որը կա երկու երկրների միջեւ։ Բայց մենք հավատալով այն ամենին, ինչին ես քիչ առաջ ասեցի, հավատալով նաև անհրաժեշտությանը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ համագործակցային մթնոլորտի միջավայրի ձևավորմանը, քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։